Պարոն Կարապետյան, 2018-ին իշխանական այս նույն օրակարգը վեհափառի դեմ, եկեղեցու դեմ տապալվեց, ինչ դասեր չքաղեց իշխանությունը, որ նորից օրակարգ բերեց այս թեման։ Վստահ եմ այս ճիշտ նկատեցիք, էլի է եղել այսպիսի բան, նրանք էլ են ուզել անկախությունը մինչև այս բոլոր պրոցեսները վերացնել եկեղեցու, էլի չի ստացվել, այս անգամ էլ չի ստացվելու։ Միակ վախս, միակ մտավախությունս հարգելի հայրենակիցներ, մեր մտավախությունը այն է, որ կգնան նրան, որ եկեղեցու տարբեր երեսներին քաշելով, կոմպրոմատներով, թե ոչ կոմպրոմատներով իրենց կողմը կգնան պառակտման եկեղեցու։ Իսկ եկեղեցին մնացել է մեր ազգային միասնության վերջին կետերից մեկը։ Այսինքն մենք պետք է մի ժայռ ունենանք, որի վրա հենվում ենք եւ ազգային միասնությունից ենք խոսում։ Ես այստեղ մի հատ այլ հայ Լիբանանում, հայ Սիրիայում, մի հատ մեր հայրենակիցը Ամերիկայում, եկեղեցու մեջ կա խնդիր, իսկ որ ազգի եկեղեցու մեջ չկա խնդիր։ Հայ առաքելական տարբեր հայրենակիցը Ամերիկայում, եկեղեցու մեջ կա խնդիր, իսկ որ ազգի եկեղեցու մեջ չկա խնդիր։ Հայ առաքելական եկեղեցին տարբերում է բոլոր եկեղեցիներից, մեզ թվում է, թե այդպես չէ, բայց ես վստահեցնում եմ այլ եկեղեցիներից նաև իր բնույթով, ինտերիերով, երբ որ դուք նայում եք մեր եկեղեցու մեջ, չկան ոսկե ջրած բաներ։ Դա համեստության եւ ժուշկալության մասին է մեր եկեղեցին։ Տարբերվում է մեր եկեղեցին, ես վստահեցնում եմ ձեզ, իսկ բոլոր սրբազանը, Բենթլի քշող սրբազանն էլ է համ։ Իսկ Բենթլի քշող սրբազանն է մաքրելու մեր եկեղեցին։ Իրենով են փորձում մաքրել, որովհետև ըստ Իսկ ձեր կարծիքով Էլ Բենթլի չի Toyota-ը։ Պարոն Կարապետյան, ասում են անվտանգության հարց է երկրի։ Փաշինյանն է ասում, որ կաթողիկոսի մնալը մեր անվտանգության։ ինձ թվում է ուրիշ մարդու մնալն է մեր երկրի անվտանգությանը շատ կարևոր հարց, որովհետև թույլ բանակցելով ամեն անգամ ինչ որ բան տալով մենք հասնում ենք այսօրվան։ Իդեպ պարոն Կարապետյան, մի կարևոր բան, Կայա Կալասի հայտարարությանը շատ անդրադարձ չեղավ, սա կարծում նաև ձեզ կարող է վերաբերել որպես ընտրությունների հայտ ներկայացրած քաղաքական ուժ, փաստորեն Մոլդովայի օրինակով Փաշինյանը աջակցություն է խնդրել Եվրոպայից, Արևմուտքից, որ աջակցեն իրեն ընտրությունների։ Եթե ամեն ինչ թափանցիկ լինի, մենք խնդիր չենք տեսնում։ Եթե ամեն ինչ թափանցիկ լինի, կան ստրուկտուրաներ, կան կառույցներ, որոնց հետ կարելի է աշխատել։ Չէ, ներողություն, այսինքն աջակցություն է խնդրում, որ Մոլդովայի օրինակով Հայաստանի իշխանություններին աջակցեն, այսինքն թույլ չտան գրանցել, օրինակ, այսպես կոչված ինոագենտի անվան տակ ուժերի, իրենք այդպես կձևակերպել։ Պարզա։ Օրինակ ձեզ, չգիտեմ, ընդդիմադիրալ ուժերի։ ՔԼՉ-ի հետ բանակցողները ու ՔԼՉ-ից ամեն անգամ ինչ-որ ցույցում ստացողները թող մի հատ իրենց կողքերը նայեն, թե ով ում ազդեցության տակ է։ Էսի մեկ, երկրորդը հայ հասարակության մեջ կա փոփոխության պահանջ։ Բոլորս միահամուռ կերպով, բոլորս փողոցում, մարդկանց հետ շփման մեջ, այս օրերի ընթացքում մենք բոլոր տեղերը տեսել ենք, որ մեր ժողովուրդը ուզում է փոփոխություն։ Մեր ժողովուրդը ուզում է կայունություն եւ նաեւ համերաշխ, որ ապրենք մեր երկրում, ոչ թե 3 միլիոնով իրար հետ խնդիրներ ստեղծենք։ Այդ փոփոխությունը քաղաքական ուժերը եւ քաղաքական դաշտը պետք է ապահովի։ 3 միլիոն վարչապետը մի երկրի համար շատ է։ Երկիրը պետք է ունենա մի վարչապետ, երկիրը պետք է ունենա 3 միլիոն քաղաքացի, ովքեր ապրում են ոչ թե աղքատության մեջ, ինչպես այսօր, ոչ թե 500,000 աղքատ մարդ, որը 7 տարվա ընթացքում 3 թե 4% է աղքատությունը նվազել։ Տնտեսական աճը ասում են շատ լավ է, բայց 7 տարվա ընթացքում այս պայմաններով եթե գնա, եթե այս աղքատության անկումով գնանք, աղքատությունը Հայաստանում կհաղթարվի մոտապես 85 տարուց։ Հուսով եմ բոլորդ ներկա կլինեք այդ իրադարձությանը, բայց չեմ կարծում, որ այստեղ մարդ կլինի, ով կտեսնի աղքատության հաղթարումը այս տեմպերով։ Մենք պետք է շատ արագ, շատ ակտիվ փոփոխություններ անենք մեր երկրում, որպեսզի կարողանանք տնտեսական ավելի մեր գյուղերի բնակչությանը մեր փոքր քաղաքների բնակչության աղքատությունից անենք, բայց այսօր քաղաքական թեմատիկայով ես մի քիչ գնացի ավելի շատ ձեր հարցի հետևից քաղաքական թեմատիկայի
կխնդրեի ավելի շատ կենտրոնանանք այն միասնականության վրա, որի վրա մենք աշխատում ենք այսօր եւ թույլ չտանք որևէ անախորժություն, այլ միայն այսօրը լինի ամերաշխություն։ Բայց 3 ՔՊ-ից ասում էին, որ դուք քաղաքական այսպես ենթատեքստ եք տալիս, գալիս եք, թեև եպիսկոպոսների հայտարարության մեջ էլ կար քաղաքական ենթատեքստ, ամեն դեպքում ասում են հայ հարայի հասեք քաղաքական օրակարգերով գնում են մայր ասում։ Եկեղեցու ներքին գործերի մեջ եք խառնվում, Ոչ այդպեսին դաշիր են գալիս են։ Եկեղեցու ներքին կաթողիկոսը մենք որպես հավատավոր հայորդիներ գիտեք, որ միշտ հայտարարել ենք եւ իրենք էլ գիտեն, որ բոլորն էլ գիտեն, որ մենք միշտ այստեղ ենք լինելու, միշտ լինելու ենք մեր եկեղեցու կողքին։ Ինչ վերաբերում է եկեղեցու գործերին, երևի հայկական բոլոր առաջնորդներից ամենաշատը իրենք են անում, լինելով իրենցից շատերը չունենալով քրիստոնեական հավատ, որի մասին իրենք արտահայտվել են, այսինքն այն մարդը, ով համակարգում է եկեղեցու դեմ արշավը, նա չի հավատում, քրիստոնյա չէ։ Նա հայտարարել է այդ մասին։ Ինչի մասին է խոսքը։ Իրանք ուղղակի քաղաքական օրակարգ են անում։ Մենք ունենք նախագահի պաշտոն մեր երկրում։ Ասում են շատ լավ մարդ է, բայց երբ ԿՊԱ-ական դարձավ նախագահ, մենք զգում ենք նախագահան ինչ գործ է անում։ Նույնն էլ ուզում են բոլոր մյուս կառույցների վրա։ Երբեք ԿՊԱ-ական չի եղել։ Չի եղել։ Պարոն Կարապետյան, չպատասխանեցիք իմացի, եթե որոշեն արևմուտքի աջակցությամբ չգրանցել ընդդիմադիր ուժերին, այդ թվում ձեզ, ինչ եք անել եւ ինչ եք անում, որ կանխեք այդ։ Դա երբ այդպիսի բանի խնդիր լինի, արդեն մենք հանդես կգանք քայլերի, եթե ամեն ինչ թափանցիկ լինի, մտահոգություն չունենք։ Եթե ամեն ինչ թափանցիկ լինի, ես վստահ եմ, մենք մտահոգություն չունենք։ Շնորհակալ եմ։